Բարելույս սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է, ես այսօր նորից մոռացա ամուսնուս ասեմ բարարան չվարես, որպեսզի ես ապակին մաքրեի, բայց մոռացա, ոչինչ լավ թողնում, նա վաղ կմաքրեմ, առավոտյան որ արթնանում է երևի, դե ինքը շուտ արթնանում, ցրտոտ է լինում, մի վարում է, որ տունը տաքանա։ Ժողովուրդ ջան, դա գնացի մի հատ տեղ, այսօր մեր մոտ տուն է, ամբողջ խանութները, ամեն ինչը փակ է եւ ես այսօր որոշել եմ տանը ահագին գործեր ունեմ, այսօր նոյեմբերի 11-ն է եւ այսօր առաջին համաշխարհային պատերազմի Ֆրանսիայում զինադադարման օրն է եւ այսօր իրենց մոտ տուն է։ Ճիշտ ասած, ես կարիք չունեի դուրս գալու, բայց մի քանի գործեր ունեմ տան հետ կապված եւ շատ կարեւոր, ասել է, չէ, Սերժը բերել էր բան այդ խնձոր մի արկղ, հիմա ես խնձորը պետք է ուզում եմ կամպոտ անեմ, կամպոտ որ է պյուրե, որ դուք պյուրե եք ասում, մենք կոմպոտ ենք ասում, կոմպոտո պոմը, հետո բանջարեղեններ ասեցի մի քիչ բերի իր այդ հարևանից, որովհետև ես հիմա ձեզ կասեմ, թե ոնց անեք, որ հեշտացնեք ձեր գործը եւ ամենակարևորը, նրանք ովքեր աշխատում են, գալիս են վազվզելով, սկսում ենք արդեն կանել խոհանոցում, որ ճաշ պատրաստենք, բանջարեղենային վիլուրնի սուպեր եմ ես անում, դուք գիտեք ապուրներ, հիմա ես այդ ամենը կտրատելու եմ եւ մի ապուրի մեջ կլինի մոտ 8 տիպի բանջարեղեններ, դնում եմ տեստափակ տոպրակների մեջ եւ գնում եմ սարսարան, երբ որ գալիս ասենք մի կես ժամ առաջ հանում եմ, դնում եմ տերմոմիքսից մեջ եւ երբ դուք կարող եք նույն անել կաթսայի մեջ, ոչ մի բան չի փոխում, ոչ կարագ եք անում, ոչ սոխարած եք անում, հենց անմիջապես երբում եք այն բլենդերով աղում եք, ոչ էլ կրեմ եք ավելացում, ոչ մի բանջարեղենային սուպի մեջ, ոչ կրեմ, ոչ պանիր, ոչ մի բան, կարող եք մի քիչ կարագ չընդդել կամ ձեթ նայած ըստ ճաշակի։ Հիմա գնանք խոհանոց։ Ահագին գործերը չի ավարտվում, ինչպես բոլորդ գիտեք, սիրելիներս։ Հիմա մի հետ ես ամենը հավաքեմ, սիրելիներս, մեքենան դատարկեմ, դնում ամեն ինչը մեքենայի մեջ եւ մայրիկը երեք հրաշալի պեչիկներ ա թխել տվարոգով, կատնաշորով, ինձ էլ այլ բաժին հասցրել, կես գործի արես դրա համար։ Շատ համեղ ասա, երկար մնում ամանավան եւ ես հիմա արդեն սկսեմ իմ զագադովկան, տեսնեմ ոնց իմ սա մայրիկի ափսել է, այնօր մայրիկես ափսելներից մեկն էր, կարծեմ, վերցեցի որ տանեմ ուղիղ գետնին եւ այն ջարդրեցի, շլեց հարուր մասի, հիմա սա մաքրենք եւ սկսեմ արդեն անցնել իմ գործին, բնականաբար Սերժը բերել է նավ է, այս նավը երեխեք բողկն է, իմ սպիտակ բողկը, սոխ, գազար են ուզել, պուաղով, այն սոխը, մեծ սոխը, ինչ են դրսնելու մեջ է դթմիկ, կարտոֆիլ, քարաուս մի քիչ, համատալիս, ես չեմ սիրում, բայց համատալիս, էլ ինչ կա։ Լոլիկ, իմ արդեն մարազինկա դրած պամիդորներ, մեր բնական տան պամիդորներ, մեր պարտեզի, այդ էլ կդնեմ մեջ, այս մեծ տոպրակների մեջ, 3 լիտրանոց տոպրակների մեջ, և հանեմ նաև 1 լիտրանոցը, մի գուցե դծմիկ առանձինել անեմ։ Դելա, գնացինք սիրիկներս։
ասեցի չէ, դες որ ես ինտերնետով շեղվել էի իմ հաշվապահությունը կատարելու ժամանակ, ես գնեցի մի քանի բիժուներ եւ շատ լավ բիժուներ են, այսինքն իրենք գրված են արծաթի վրա, ոսկե ջուր է արած 18 կարայի եւ արտական լավ գներ էին մաչելի, որովհետեւ իրանց գին արժե 49-59 այդ տիպի փոքրիկ բիժուները էժանացել էր մոտ 70%։ Ես այդ սայթից շատ բաներ եմ պատվիրել եւ պատվիրում, իմ ամբողջ կահույքը շողում փխիվե է կոչվում, շողում փխիվե։ Հիմա գնանք եւ ես ձեզ ցույց տամ, որովհետեւ շատերին հետաքրքրում է։ Գնացինք։ Ես հիմա ձեզ ցույց կտամ իմ բիժուները։ Գնել եմ շողում փխիվեից, ասեցի ձեզ արդեն։ Ֆիրման Luxanter։ Ուրեմն ես ճիշտ ասած նայում էի օղեր եւ ամենակարևորը գինը գրել է, որպեսզի շատ թանկ չլինի, որովհետեւ ես այդքան բաներ չեմ սիրում, դες քաղկենի բաներ, որ շատ թանկ, բայց ասեմ ձեզ, որ նաեւ նայում էի կաչեստա, որակ։ Դե արդեն ոսկեղենը բնականաբար ունենում ես, բիժուն մնում է բիժու։ Եվ պատահաբար ընկած սրա վրա, հետո կար նաև մի հատ էլ ֆիրմա կար, դա էլ երևի մի ժամանակ հետո պատվիրեմ, կամ երևի կտեսնեմ նվերների համար նոր տարվա իմ հարսիկից կպատվիրեմ, դրա այդ ֆիրմայի անունը հետաքրքիր ճանաչված ֆիրմա էր, բրենդ էր, ինչ որ է, նույն գներն են երեխեք, ասենք խոսքի, ես հիմա ձեզ ցույց կտամ, ուրեմն գնել եմ ականջողեր, գնել եմ բրասլետ, կոմպլեկտ մատանի, գնել եմ մի հատ ուրիշ փոքրիկ բրասլետ եւ այսքանը։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս իմ բրասլետը։ Բրասլետի վրա այսպես քարեր են։ Սա եթե չեմ սխալվում 59 թե 60, չեմ հիշում գինը, բայց տվել եմ 10 քանի եվրո։ Նայեք, տեսեք ինչ գեղեցիկ է։ Սրա հետ ես վերցրեցի, նույն գույները չէին, ափսոս, ճիշտ ասած, ես այս սրա վրա շփոթվեցի, բայց ոչինչ, էլի վատը չի։ Սենց անեմ, որ տեսնեք։ Ահա։ Վերցրեցի սրա այս տիպի ինչ որ մի բան, օղերը, տեսեք ինչ լավն է, երեխեք, այս կողմը այսպես փակվում է, սրանով sense որ փակում ես իրան, հետո այս կողմը ինքը մագնետիկ ձևով կանգնում է այսպես։ Շատ գեղեցիկ օղեր են, տեսնում եք։ Ինչ որտեղ որ ասեմ լավ չի, լավն է, լավ իրար հետ համապատասխանում է, նույն գույները չեն, եւ մի վայրկյան քանի սա չեմ բացել, փակել, եւ մատանին, սիրելիներս։ Մատանին շատ գեղեցիկ է, կարող եք կամ ոսկին դնել այն կողմի վրա կամ տեսեք ինչքան գեղեցիկ է։ Այն օրը դրել էի մատից, տեսել եք երևի, նկատած կլինեք։ Սա կոմպլեկտը գալիս է իր հետ, ինչ որտեղ։ Քիչ հեռու տանեմ։ Հիմա գնել եմ այս օղերը շատ եմ սիրում եւ ինչ շատ է սազում սպիտակը, սովորական այս տիպի, Սա շատ գեղեցիկ է, սա եթե չեմ սխալվում 8 եվրո, 9 եվրո է դարեք 49 բացած թողնեմ, որ կարող է էլի ուզենակ նայեք։ Այս ամբողջին տվել եմ 100 եվրո մոտավորապես, շատ հավանեցի այս փոքրիկ բրասլետը, էլի ոսկե ջրապատած, իմ անվան տառը, շատ գեղեցիկ է, ասեմ ձեզ, աբսոլյուտորեն չի տարբերվում ոսկուց, դե բնականաբար ոսկե ջուր է վրան արված, Եվ չեմ էլ ձգտում, որ նմանվի, նես չի որ։ Եվ գնել եմ այս հրաշալի օղերը, սա տեսած կլինեք էլի, այս փոքրիկ, շատ գեղեցիկ է, ոսկե ջրով, ոսկե գույն։ Այնպես որ սիրելիներս ցանկացա ձեզ ցույց տալ, որ իմանանք, որ կապ չունի գինը, կապ չունի թե որտեղից են գնում, արդյոք սա Cartier է, արդյոք սա Chanel է, սա Christian Dior է, կարևորը ճիշտ կրենք եւ կարևորը ճաշակով կրենք։ Ես վերնիսաժից գնել եմ սա, այս մատանին, ինքը ամբողջությամբ կաշի է, կապույտը եւ շագանակագույնը կանանչը, կհավատակ երեխեք, ինքը լրացնում է, այս օղերը Երևանից արծաթյա օղեր են, իմ ընկերուհին է նվիրել, պրիվետ Լիան ջան։ Սա ես գնեցի կոմպլեկտը, տեսել եք արդեն մի շատ հրաշալի աղջկա մոտից վերնիսաժում։ Կարևոր չի, թե ինչ արժի, 10 եվրո է, 5 եվրո է, 3 եվրո է, կարևորը որ մենք սիրենք այն եւ կրենք գեղեցիկ ձևով։ Հիմա քանի որ ես սա նորից լրացրեցի ակցիոնից, երեխեք ջան, սա ես գնել եմ Amazon-ից, սա ակցիոնից, սա գնում է այստեղ, հիմա ամբողջը տեղավորեմ
Եվ հետո արդեն գնանք մեր գործերին արդեն ասնենք։ Համենայն դեպս հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ ինչ որտեղ սա ձեզ տվեց իդեա, որ եթե նոր տարվա նվերներ եք ուզում գնել, կարող եք գնել այս սայթերից, որովհետև հիմիկվանից արդեն սկսում է, իսկ ամսի 28-ին սև շաբաթն է, Black Friday։ Այս է։ Ինքը լավն է, ասեմ դες փորձեցի որակ ուղակի ընտիր։ Մի հատ պասեք դնեմ, տեսեք։ Տեսեք, սա սպիտակ ականջողը, օղը, չի երևում, ահա և օղը, տեսեք ինչ գեղեցիկ, այս մեկն էլ, եկեք այս մեկն էլ դնեմ, տեսնեք, տեսնեք սա գեղեցիկ է թե ոչ, իհարկե գեղեցիկ է, դե դու տասոնել եմ ասում, երեխեք ջան, կարևորը, սիրով մի բանը գնեք, սիրով դնեք, դա կապ չունի, գնեք տոննաներով ոսկի կամ էլ թե չէ ինչ-որ մի բիժուներ, որը որ, տեսեք, սա էլ են մյուս օղն է, տեսնեք ինչ գեղեցիկ է, իսկ սա, այս մյուս սպիտակը, ոսկե գույն, ինքը փոքրիկ, նուրբիկ, երբեմն ուզում ես ուղակի նուրբ բան դնել, սա ասենք որ գեղեցիկ ամառային շորեր ես հագնում, չնայած ձմեռվան էլ ունեմ այս գույնի կարալնի կանաչ, կարելի է դնել, ասենք ինչ որ միտեղ ես գնում կամ Total Look սև, սա էլ այս մի օղերը, ահա երեխեք 100 եվրոյով ընդամենը գնել եմ, գիտեք քանի կտոր, 1, 2, 3, 4, 5, 6, 7, ինչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար գնումներ, չսպասված գնումներ, դրա համար էի ձեզ նորն ասում, երեխեք շեղվեցի, այո, շեղվել էի, մտա շողումփի մեջ, ճիշտ ասած, արդեն սկսում եմ նվերներ նայել, և հանկարծակի տեսա դա, և ճիշտ ասած շատ հավանություն տվեցի, բայց կային այնտեղ մի քանի բաներ, որ իրոք իմ դուրս եկավ, բայց սրա բանը, այդ մատերիալ, այսինքն 18 կաղայ է գրեն, 18 կարատային ոսկեպատվածը իմ ականջներին շատ, ու չի փոխում, ականջներից չի ցավասում, չի փոխում և այլն, դրա համար սիրելիներս խորհուրդ կտամ, ուղղակի խորհուրդ եթե կընդունեք, բիժուները կարող են գնել 5 եվրոյանոց, բայց այնքան գեղեցիկ լինի, որ մարդիկ մտածեն, այս որտեղից ես գնել, սա ոսկի է, սա կարևորը ինչպես ենք կրում, կարևորը գիտեք որ նա կարևոր երեխեք ջան կրեկը էլեգանտ և ամենակարևորը ձեր աչքի համար գեղեցիկ լինի, իհարկե երբեմն լինում է մեր աչքի համար գեղեցիկ է լինում, ասում չէ ես սա կհագնեմ բան, հետո զգում ես որ տարիքդ իր այդ գործն անում, օրինակ իմ հավաքածուն նոր տարվա հավաքածուի մեջ կա հրաշալի սև շորտ, կալգոտքով են հագնում, մի արտակարգ, ես դրանից հայքել եմ 90-ական թվականներին դա մոդա էր և ես ունեմ և անգամ նկար ունեմ այդ շորտիկով գեղեցիկ ոտքերով իհարկե և երիտասարդ 28 տարեկան է 27 տարեկան դե պատկերացրեք սպորտսմեն միայն մկան բայց հիմա երեխեք ինչ եք կարծում 62 տարեկան եմ դա լինելու մյուս տարի անդադ ասում եմ տարիքս և չեմ ամանչում և չեմ թաքցնում ես հիմա որ այդ շորտը հագնեմ սև կալգոտքիով և թեկուզ հաստ սև կալգոտքի օպակ և հագնեմ ինչ-որ մի գեղեցիկ բլազերի հետ, գեղեցիկ կլինի, որովհետև ես բարձրահասակ եմ, ինձ լավ կլինի, բայց գիտեք դա ոնց է ինչ նշանակում, դա նշանակում չես ուզում դու մեծանաս, ուզում ես մնաս միշտ նույն տարիքին և մի քիչ ինձ թվում է մի քիչ վուլգարության կտան երեխեք ջան։ Ահա ժողովուրդ ջան դրեցի, տեսեք ինչ գեղեցիկ է։ Սա Երևանից եմ գնել, 1000 դրամ, արտակարգ բրասլետներ են, քարա ինքը, և տարբեր գույներ գնել էի, նվերների համար իմ համար էլ գնեցի։ Ասեք, որ մեր հայերը շատ ուժեղ են սիրելիներս։ Այս ամեն ինչը դասավորեցի այստեղ։ Սա էլ գնում է բառարան, բան չմոռացած չլինի, երեխեք։ Հատ նայենք։ Ինչ շատ չկա էլի։ Գնացինք։ Սիրելիներս, ձեր Անահիտը այսօր անցավ տնային տնտեսուհի։ Անահիտը քամելոն է, երեխեք ջան։
մեկ դառնում է մոդելով, մեկ դառնում է պարուհի, մեկ դառնում է սպորտսմենուհի, իսկ հիմա է դարձա ես տնային տնտեսուհի, տնային տնտեսուհին բոլոր կանայքերն են։ Բոլոր բանջարեղենն այստեղ են բացառությամբ պամիդորից, պամիդորը մարազիլկայի մեջ, այդ վերջին րոպեինը կդնեմ մեջը, մարազիլկա գնալուց առաջ, սրանից 3 հատ կա այն սառնարանում գնամ բերեմ, երեխեք մի հատ ես կարտոֆիլի չափսը ձեզ ցույց տամ, սա օրգանիկ է, պատկերացրեք չորգանիկը ինչ պիտի լիներ։ Սերժին ասում եմ, Սերժ, ասում եմ, էս ինչ սորտ է, ինչ որ սորտ է, հա, դու կտենց, էս մի հատը երևի մի 800 գրամ կլինի։ Սա էլ մեր խնձորներն է, երեխեք ջան, հիմա ես գիտեք ինչ կանեմ, որոշեցի, ճիշտ ասած սա հիմա կթողնեմ մի կողմի վրա, ես կանեմ քյարաուզես ինչ ճմորթած է, ես հիմա կմաքրեմ, կլվանամ խնձորը և խնձորները ես կմաքրեմ, կսկսի արդեն ինքը կոմպոտը սարքել, որպեսզի ես հետո ժամանակ չկորցնեմ ու անդադ փակեմ, զակատանեմ։ Հիմա ես այս ամենը լվանամ, դնեմ մի հատ հետաքրքիր լվան և սկսեմ նայել, և իմ համար արդեն հեշտ կլինի կտրատելը, մաքրելը, իմ միակ և ինչ ասեմ, սիրելի դանակով, որովհետև ես շատ սիրում են էկանոմով անել, հիմա դնում է լվանալու, ճիշտ ասած մաման ասում է կլեպը հանի, բայց կերևը, բայց չգիտեմ, երեխեք մտածում եմ, որովհետև կերևը ինքը ավելի համով արվում։ Չէ, կհանեմ, լավ։ Կհանեմ։ Ուրեմն այն օրը մի հատ աղջկա տեսա ռուս։ Ոտեր, այդ սոպ օճառը ցեց լված եւ այլն հետևից տեսնեմ մի քանի հայեր։ Օճառը sense մեջը լցում են, էլի օճառը լավ պարտում են, մաքրում են, երեխեք անհարմար է։ Ինչքան էլ ձեր օճառը լինի օրգանիկ, իմ օճառները բոլորը օրգանիկ են, որովհետեւ ես պրոբլեմ ունեմ, ես գնում եմ Ֆրանսիայում, ովքեր ապրում են, լախ բղվեղտը լա, էսի, սա երեխեք, ես գնում եմ սա, որտեղ իմ ձեռքերը սկսում է թեթոտել, դուրս է տալի, դրա համար սա եմ գնում, թե չէ ես այդպես բաների ուշադրություն չեմ դարձնում եւ ասեմ ձեզ, որ այդ աղջիկները ինչ պրտել էին, պրտում են այն բանով, այդ անչա չոտկայով, սապոնով, երեխեք անհարմար է։ Նենց արեք, որ իրենք այդ մեծ ազգը ձեզ նմանվի։ Այդ ինչ բան է, մոտ առաջին անգամ եմ տեսնում ես։ Ձեր կարծիքով դուք որ լվացրեցիք այդ սապոնով օճառով, այդ պեստիսիդը, թույնը անցավ, դուք շնչում եք ամեն օր թույն։ Հայաստանի ապրողներն ամեն օր թույն եք շնչում։ Մենք այստեղ ամբողջ պլանետան է, մոլորակն է արդեն թունավորվել։ Ինչի մասին է խոսքը։ Եթե կան ատոմային կայաններ, եթե կան գործարաններ, եթե կան գյուղատնտեսական պարարտանյութեր, այդ քամին որտես փչում է, անում այն ասում է, չէ, սպասի, իմ հողը օրգանիկ է, հանկարծ եկել ես խոտիս վրա, կտամ կսպանեմ քեզ։ Այդպես բան գոյություն չունի։ Այո, կարող ենք մենք սնվել նորմալ։ Բիոլոգիական իմ մոտ հանածա, ես գնում եմ որոշ, սա որ ասեմ բիոլոգիական չի, սա 97% բանը, ինչ որ բույսերից է պատրաստված, մնացածը չէ։ Ինչը վերաբերվում է օրգանիկի մոմենտով, շատերը հիվանդագին, որովհետև դա մոդա է, տրենդ է եւ բոլորը այդ բոբոները տենց մտում արիստոկրատներ, երեխեք, մի հատ խնդրում եմ Չայլանի քաղաքականությունը հանեք ձեր մեջից եւ այդ մարդիկ գնում են պատրաստի կերակուրներ օրգանիկ։ Դուք ինչ գիտեք դրանց մեջ ինչ կա։ Իսկ հիմա նայեք, ես գնացել եմ օրգանիկ պեչենիեր։ Այո, ալուրը օրգանիկա, ֆլանս օրգանիկ, այդ ալուրը ինչով են սարքում, ցորենով։ Այդ ցորենը որտեղ է գտնվում։ Դաշտերում։ Այդ դաշտերում դուք գիտեք այդ ցորեն անողի կողքը, մոտ մի 10 կիլոմետր այն կողմ, այն մեկը անում է բանով, պեստիսիդ է, պարարտանյութ է տալիս, պեստիսիդ, դուք պատկերացնում եք այդ ուժեղ քամիների, ուրագանների ժամանակ, այդպես գալիս է, սահմանի վրա կանգնում է, ցորենի վրա չի գնում։ Լավ էլի։ Լավ էլի։ Այդ հիստերիկությունը մեր հայ ազգին չի սազում։ Հանեք ձեր մեջից։ Սապոնով դրեց մի օճառով մեկ մի բան է ուզում գրել, մեկ էլ ասեցի իմ ինչ գործն է, թող ինչ ուզում են անեն, բայց երեխեք նմանվեք
նմանվեք այն մարդկանց, ովքեր իրենց տան պայմաններում պատրաստում են ճաշեր, թեկուզ դնում են սառցարանը, որպեսզի սա մերն է։ Ես սառացած ոչ մի բանջարեղեն չեմ գնում եւ չեմ գնել, որովհետեւ սառացած յուրաքանչյուր բանջարեղենի մեջ բան են անում, փչում են ազոտ երեխեք, նիտրիտ եւ ազոտ։ Դա է վտանգավորը։ Գնում եք սառցարանից, գնում եք բանջարեղենը, տեսել եմ մի քանի երիտասարդ բլոգերներ ապրում են Ֆրանսիայում կամ Ամերիկայում կամ որտեղ սառցարանից բաներ եք գնում, վրան է գրված օրգանիկ։ Երեխեք ծիծաղալու է, մի հատ մտածեք այդ օրգանիկ այդ սառցարանը ինչու է, ազոտ են փչում մեջները, նիտրիտ, ազոտ։ Բանը ազոտն ու նիտրիտն էլ է օրգանիկ էլի։ Հենց որ սիրելիներս, ինձ հեռացնելու են ինձ YouTube-ից, բայց ճշմարտությունը խոսում եմ եւ կշարունակեմ պայքարել, որպեսզի այդ հիստերիկությունները հանեք։ Չի կարելի։ Սա մեր հարևանի խնձորն է ծառի։ Ոչ մի արտանյութ է տվել, ոչ էլ իր համար, բայց տակը փչում է, ասենք այդ որ որդերը չուտեն կամ բա, թեկուզ եւ փչում է, թեկուզ եւ օրգանիկ չի, թեկուզ եւ բան անում ինչա, այդ պզպզացնում է, որպեսզի մրգերը չորտնեն։ Լվանում ես լավ, մաքրում ես, եփում ես, արդեն որ եփվեց, վերջ արդեն։ Բանը, ի տարբերություն օրգանիկ ուտողներին եւ մեր նմաններին, որ մենք ուտում ենք տարբեր եւ տեսել եք, իմինի մեջ կա օրինակ կաթը բիո է գրած, որովհետեւ այդ կաթի բրենդը ֆիրման մենք սիրում ենք, ես դա եմ գնում։ Սովորություն է, էլի, ի տարբերություն օրգանիկ ուտողներին ու մեզ, որդերը օրգանիկ ուտողներին ավելի շուտ կուտեն, քան մեզ, կասեն այն մարդից քիմիկատ անտերներ, ովքեր են սպասի նրանց ուտեն, հետո ձեզ ուտեն, նենց որ սիրելիներս, եթե չեք ուզում շուտ որդերը ձեզ ուտեն, կերեք ազատ, անկախ, անկապ բաներ։ Գնացինք սիրելիներս, ես արդեն սկսեմ մաքրել պատրաստել իմ կոմպոտը, դնել մի հատ նայեմ, եւ ձեզ չձանձրացնեմ, իմ սիրելի հետևորդուի ջան, նոր հետևորդի ունենք մեր թիմում, գրել էիք բարև ձեզ շատ հետաքրքիր էր, ես շատ շնորհակալ եմ, բարի գալուստ եմ ուզում ասել բոլոր նրանց, ովքեր եկել են մեր թիմ, մեր ալիք, աղջիկներ ջան, սիրելիներս, նրանք ովքեր դիտում են, ես գիտեմ, որ հավանում եք, մի մոռացեք լայքերը մեր օգնում է, որպեսզի մենք ավելի մեր բլոգը, մեր բլոգները, մեր թիմն ավելի ընդլայնվի եւ ավելի դուրս գա YouTube-յան հարթակ։ Այդ բութը մի մոռացեք եւ բութը եւ զանգի վրա խփեք, որպեսզի ամեն անգամ ես բլոգ գցելու ձեր մոտ գա։ Առաջին, երկրորդը, ես գիտեմ, որ շատերն են խոհանոցանում, ես էլ այդքան չեմ սիրում խոհարական ալիքներ, ես սիրում եմ ընտանեկան։ Իմ սիրելի տիկին, իմ ալիքը ընտանեկան ալիք է, բազմաբովանդակ բլոգներ, ընտանիք, տուն, խոսակցություն, դուրս, մեքենա, մոդա, դուք ասեք, որ մեզ ավելի հետաքրքրում է դա, ես գիտեմ, ես աշխատում եմ ցույց տալ, ամեն անգամ դուրս գալու ցույց եմ տալի իմ լուկը, ասում եմ ինչպես հագնվեք, իհարկե չեմ ստիպում կամ ես մեծամտություն չեմ սիրում, ուղղակի դա իմ մասնագիտությունն է ինչ որտեղ, ցանկանում եմ, որ մեր հայ կանայք լինեն միշտ գեղեցիկ, հմայիչ, էլեգանտ։ Գնացինք սիրելիներս։ Մի բաժան սպիտակ գինի, խմենք կանանց կենաց։ Օնիվա։ Եկա իմ պահեստասենյակը, հիմա մի հատ, քանի որ խնձորը շատ է, թե չէ ձեռով կանեի, այ կճզմեի, մի վարկյան, սոկավի ժմալկան միացնեմ, սա է երեխեք ուղարկել սովետաշեն, հիմա մի հատ սա դնեմ այ այստեղ, քանի որ ես անում եմ լիմոնը, միայն փոքրի վրա անեմ, ամեն դեպքում դրեցի սա, որովհետև լավ չէր սոկը դուրս գալի փոքրով։ Գնացինք։ Ինչ է մեզ պետք խնձորի կամպոտի համար, այսինքն պյուրե, մենք չգիտեմ կամպոտը, մենք կամպոտն ասում ենք այն հյութալին, բայց սա պյուրե է ոնց որ երեխեք ջան, պյուրե շկել։ Մեզ պետք է մի հատ մտնեմ ես հիմա կամպոտի մեջ, շաքարավազ, կիտրոնի հյութ, խնձոր և վանիլին,
Սուկ։ Հիմա, քանի որ շատ չեմ սիրում քաղցր, միգուցե քաղցրը քիչ անեմ։ Սենց անեմ, որ գլուխը չխանգարի։ Այ այսպես, վերևն եմ դրել։ Ղոսետ la liste, ես հիմա իմ հեռախոսի վրայից մի անգամից գցեցի ապարատիս վրա, կոմպոտը դե պոմը։ Իմ սիրելի հետևորդուհի ջան, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ուրեմն ես չէի նշել, գրել եմ, ձեզ ուղարկել եմ։ Կա երկու, սա նախավերջին մոդելն է, կոչվում է TM6։ Կա հիմիկվանը TM7-ն է։ Դրանի առաջվանը TM5-ն է, նայած դրան, ինչքան հին է, այնքան գինն էժանացնում է, բայց խորհուրդ կտամ գնել կամ սա կամ վերջինը։ 750 գրամ խնձոր է ասում, սիրելիներս։ 750 գրամ խնձոր, բայց ես շատ կողեմ, մի անգամից երբել, թող շատ երբի։ Անգամ սա էր քիչ, կհավատակ, 710-ը, եկեք մի քիչ էլ կտրեմ։ Կեսը մաքրել եմ, երեխեք ջան, կեսը թողնում եմ կեղևով, որ լավ կարմիր լինի կոմպոտը, հետո խնձորի այդ կեղևի համը համեղա լինի։ Սա այսպես, այդքան չոր կեղև չէր, մաման ասաց անա այդ ասեցի չէ, 834 եղավ, ոչինչ, ավելի լավ։ 20 գրամ կիտրոնի հյութը տեսակ ես սոկավեժմալկով հանեցի, 22 թող լինի, որտև շատ է, 50 գրամ սյուք խամպուդղը, ինչքան լավ է, 50 գրամ ասում ընդամենը շաքարավազը։ 60 թող լինի մի քիչ շատ է, վանիլինը 2 տուփ կանեմ, դե մի տուփ հերիքա, չէ, շատ չեմ ուզում վանիլինի համտա։ Հիմա ես այն փակում եմ, տեսեք երեխեք, դժվար բան չկա։ Սա հանում եք, դնում ենք այս սետկան, որպեսզի թռնելուց ինքը չբան լինի, էլի, տարածվի կողքեր, 9 րոպե 100 աստիճանի տակ մեկի վրա եփում է։ Դե թողնենք թող լավ եփի։ Բանկաները վերեցի, արդեն կանգնեց մեքենան, գնացինք աղալու և լցնելու բանկաների մեջ։ Հիմա, ինչ ենք անում սիրելիներս, կանգնեցնում ենք, ահա և մեր Յուրե կոմպոտը պատրաստ է, երեխաների համար հրաշալի է, մեծերի համար նմանապես։ Միակ գիտեք ինչ եկեք համ տեսնեմ քաղցրը ոնց է։ Արդյոք 50 գրամ շատ չէր։ Այս ինչ կազմա եղել։ Մի վայրկյան, ժողովուրդ ջան։ Դաժը քաղցրը շատ է 50 գրամը։ Երևի մյուս անգամ քիչ կանեմ։ Իսկ ինչ բան եղավ հետո։ Այ այսպես լցնում բանկաների մեջ։ Մյուս անգամ երևի թե կանեմ 40-30 գրամ։ Ես սիրում եմ, որ քաղցր չի լինում, խնձորի համը հենց գրամ է։ Տեսեք ինչ լավ պինդ կամպոտ է երեխեք, ասես լավ լցում եք մինչև վերջ, վալա և շուր եք տալիս, ոչ մի դժվար բան չկա, թողնեք ամբողջ ձմեռ ձեր թորնիկներին, ձեր երեխաներին և միայն խնձոր, տեսակ, շաքարավազ, վանիլի, կիտրոն և այդ ամենը երեխեք ջան, ոչ մի կոնսերվատոր չկա մեջ։ Ես գիտեմ, որ շատերը երեխաներին տալիս են գութեներ և առաջ ես էլ էի գրում Դավիթի համար,
Պատկերացնում եք, որ այս մեքենան լինեի, որ տեսնենք, որը ով ում հոր եղբայրն է։ Շատ լցեցի սա։ Ոչինչ է սա կմաքրեմ։ Երանի մաքուր շորվեսնը, մի քիչ թփեմ եւ այն մաքրենք։ Այ այսպես։ Սա այսպես գնաց 2 բարձվում է 800 գրամով։ Ես մյակ տանը ես փոքրիկ ամանի մեջ տանը թող մայրիկը համտեսի, որովհետև իր կարծիքը իմ համար շատ կարևոր է սիրելիներս եւ գնանք միասին։ Տանը թող մայրիկը մի հատ համտեսի։ Իմ սենյակները մաքուր, ամբողջությամբ հավաքած, իմ դուրը փակում եմ, որովհետև պատուանը բաց եմ թողնում։ Մայրիկ, մամա, այր, մայրիկը գնացել է քայլելու։ Ափսոս, ոչինչ, հեսա թող մնա կամպոտը կգա։ Այ Աստված իմ։ Մի պատեստից մի պատեստ, սա դնեմ դուրսը, իմ ամուսնյակի տապուչկաներ, թող մնա տեղ, պրոբլեմ չի, հոգ չի, դուրսն ես լավ արև, հրաշալի, բայց լավ, հավեսին, ծուրտոտ, հլնայք ինչ գեղեցիկ աշուն ամեր մոտ, կամիկա, հեսա ես պատրաստեմ, գնամ ես եմ մի քիչ քայլեմ, ես սիրում եմ քայլել երեկոյան ժամը 4-ին, առավոտյան գործ, տուն եւ այլ մի հատ գնամ ինտերնետային գործեր ունեմ, հետո նոր դուրս կգամ կքայլեմ։ Այսօրվա վլոգը ավարտեմ, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ այսպիսի հրաշալի արևոտ օր, ցանկանամ ձեզ առողջություն, բարի գալուստ բոլոր նոր հետևորդներին, շնորհակալ եմ իմ լավ հին հետևորդներին, ովքեր ինձ հետևում են արդեն համարյա կլինի 2 տարի շուտով, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, շատ, եւս մեկ անգամ շնորհակալություն։ Գիտեք ժողովուրդ ջան, պետք է ասեմ, որովհետև միշտ հիշեցնում են ինձ, որ չմոռանաք լայքերը, եթե հավանում եք։ Դե ինչ, եկեք ձեզ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ եւ ասեմ, ինչպես միշտ, պակա, պակա։